Երևս սկսենք հենց օրվա, այսպես ասած, իրադարձություններից մեկից, երկրորդ նախագահի ասուլիսից, որտեղ նաև անդրադարձ կատարվեց ձեր առաջարկին, իմպիչմենթի գործընթացին, նա նշեց, որ իրենք ոնց որ ասած, իրենց հասանելիքն արել են, ստորագրությունները տվել են, սպասում են, թե դուք երբ ստորագրություն կբերեք։ Այսպես է ենթադրում համագործակցությունը, թե պետք է ամեն դեպքում համատեղ աշխատանք տարվեր, որ այդ ստորագրությունները լինեին։ Թե ուղղակի ստորագրություն տալ եւ քաշվել մի կողմ։ Քանի որ նախագահ Քոչարյանը ինչպես սկսեց իր պատասխանը այն հարցից, որ իր մոտ ոչինչ չի փոխվել, դե նախորդ դիրքորոշումները ես մեկնաբանել եմ, չեմ կարծում, որ նոր մեկնաբանության կարիք կա։ Մենք մեր խոսքի տերն ենք, մենք մեր գործընթացի տերն ենք, այս պահին հիմնական շեշտադրումը անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ է կենտրոնացած, իսկ այդ ընթացքում թե մեր գործընկերներից ով ինչպես կաջակցի, դա կտեսնենք բոլորս եւ հանրությունը նույնպես։ Բավարար չափով տեղեկացված չենք, ինչու չեն տեղեկացվում կամ չեն տեղեկացնում գուցե Հայաստան խմբակցության անդամները։ Ես իրենց ներթիմային ինֆորմացիայի տեղաշարժի մեջ եկեք չներգրավեմ։ Մամիկյանյան ԿՊԱԿ-ների աշխատանք տարվում է այս պահին։ Ես նոր պատասխանեցի դրան պարոն։ Նորից ասեմ, որ այս փուլում ամենաէական գործողությունը, որ անհրաժեշտ է անել այս փուլում, դա անկախ պատգամավորների ստորագրությունների ներգրավում է, որի վրա այս պահին հիմնական մեր ջանքերն են ուղղված։ Ինչ կարծիք եք, պարոն Մական, եթե արդյունք լիներ եւ մենք համարեինք, որ այն պետք է հանրայնացնել, երևի տարբերակ կգտնեինք, չէ՞։ Շնորհակալություն։ Երկրորդ նախագահը նաև խոսեց այդ գործընթացի ժամկետների մասին, մասնավորապես, որ դա մինչև այս տարվա վերջ պետք է իրականացվի, եթե օրինակ այդ գործընթացը նորից շունչ ստանա հունվար եւ փետրվար ամիսներին, արդեն անլուրջ կվերաբերվի, որովհետեւ ըստ էության ընտրություններին նախընտրական շրջանը արդեն իսկ հայտարարված կլինի։ Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ազգային ժողովի խմբակցության վրա ժամկետներ ոչ մեկ դնել չի կարող։ Պարոն Մամիկյանյան, բայց տեսեք, չնայած որ մեծ ընտրություններին դեռ որոշակի ժամանակ կա, հստակեցում էլ մտցված չի, թե ովքեր են ի վերջո մասնակցելու, Քոչարյանը արդեն կանխատեսում ունի, որ օրինակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում չի լինելու, որովհետեւ ըստ իրա խորհրդարանացնելու է ԿՊ, իրենք եւ Սամվել Կարապետյանի ձևավորվելիք ուժը։ Տեսեք, հարգելի փայլակ, նախ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ այս պահին մեր հիմնական միակ աշխատանքի ուղղությունը դա իմպիչմենտի իրականություն դարձնելն է, ենթադրում եմ, որ նախագահ Քոչարյանի մեկնաբանությունը նաև դրանով է պայմանավորված։ Մեկ, երկրորդ, ես կասկածներ չունեի, որ նախագահ Քոչարյանը հանրապետականին է քվեարկելու, որ այսօր զարմանք ապրած լինեմ, բայց նորից ասեմ, մենք հայտարարել ենք եւ այդպես էլ անում ենք, որ մենք մեր ամբողջ ուժերը ուղղում ենք մինչև ընտրությունները իշխանափոխությունը իրագործելու համար, այն է իմպիչմենտ իրականացնելու համար, լավ կլինի, եթե այդ հարցում մեզ օգնեն մեր բոլոր գործընկերները։ Կասկած չունեք, որ Քոչարյանը կայնը քվեարկելու, ճիշտ լսեցի։ Պարոն Մակարյան, կլինի ինտերվյուն այնպես վերցնեք, որպեսզի լսեք։ Ես ասեցի, ասեմ, որովհետև դա մի նախադասությամբ պատասխանելու նախադասություն չի, այդ նախադասությունը վերցնելու չի։ Առաջին, կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի պատասխանը այսքան մարդուն նորից նույն բանն են լսում, որովհետև դուք չեք լսել, պարոն Մակարյան։ Ես լսում եմ, ուղղակի լավ չհասկացա։ Լավ, դե որ լսել եք, նորից չկրկնեմ։ Հաջորդ հարցը։ Թե չէ։ Նշում է, որ իր համար չեմ ուզում, չէ, պատասխանել եմ, սկսում դժվար դեմոկրատական երկրում, պարոն Մամիկյանը, մի կես բերան։ Հաջորդ հարցը։ Պարոն Մամիկյանյան, ձեր խոսքից, այսինքն Ինչ։ Ռոբերտ Քոչարյանից եք սովորել լրագրողներին այսպես։ Պարոն Մակարյան, ես սովորում եմ շատ ու շատ մարդկանցից, բայց վստահաբար ոչ ձեզանից։ Ու հեսա իմ ու ձեր բանավեճը չի։ Դե ինձանից չէ, Քոչարյանի։ Պարոն Մամիկյանյան, ձեր խոսքից տպավորություն ստեղծվեց, որ դուք պատրաստ եք օրինակ իմպիչմենտի գործընթացը սկսել կամ եթե չսկսվի քաղաքական ինչ-որ պրոցեսներ գեներացնել, Նիկոլ Փաշինյանին հեռացնել, գնալ ընտրությունների եւ օրինակ խորհրդարանում ներկայացվածություն չունենալ։ Ներողություն մի հատ էլ, եթե կարելի է վերջացնել։ Այսինքն, ինչպես գործընկերս նշեց, ըստ Քոչարյանի խորհրդարան անցնելու են Քոչարյանական թևը եւ Սամվել Կարապետյանի ձևավորվող թիմը։ Ըստ Ռոբերտ Քոչյանի, դուք էլ նշում եք, որ դուք գործընթաց եք նախաձեռնել, ես էլ հարցնում եմ, քանի որ ձեր միակ օրակարգը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, այսինքն դուք պատրաստ եք։ Հասկացա, շնորհակալություն։ Տեսեք, ես չեմ կարող այս պահին պատասխանել ընտրությունների վերաբերյալ հարցին, որովհետև մենք այդ ուղղությամբ որևէ քննարկում, որևէ աշխատանք չենք տանում։ Ես ձեր հարցի տրամաբանությունը հասկանում եմ, բայց այդ հարցը տենց
Եվ մի 5 ամիս դեռևս ժամանակավերեպ է լինելու, եթե ոչ ավելի շատ, որովհետև հասկանում եք, ով կարող է երաշխավորել, որ մինչև ընտրություններ նոր Վաշինգտոնի նման Հայաստանի ապագան խիստ մշուշոտ դարձնող արձանագրություններ կամ այլ գործընթացներ չեն լինելու։ Նմանօրինակ բաները, ինչպես եւ նախագահ Սարգսյանը նախորդ զգուշացրել էր եւ հանրապետականը դրա մասին շատ է խոսել։ Նմանօրինակ բաները բացառելու համար մենք խնդիրը պիտի լուծենք մինչև ընտրություններ։ Ընտրությունները ընդհանրապես տարբերակներից մեկն են իշխանապողության Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինչքանով են տարբերակը հավանական, թողնենք այլ քննարկման։ Բայց եթե դեռևս կա գործիք, որը ամբողջությամբ օգտագործված չի, խոսել մյուս գործիքի օգտագործման մասին ես չեմ ընկալում։ Մեր համար ոչ թե իշխանության հասնելն է նպատակ, այլ իշխանապողություն իրականացնելը։ Հասկանալի, շնորհակալություն։ Ձեզ շատ